Բարի երեկո ձեզ հայրենագիտներ, նախ հայրենաբնակ հայություն և աշխարհասփյուռ հայություն։ Ուրեմն, որպեսզի հաղորդակցվենք, նաև դուք հաղորդակցվեք, ասեմ, որ Հայացք Երևանից հաղորդաշարը, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահի այսպես կուսակցական էջն է, բայց կուսակցական վատ իմաստով չի, ես գիտեմ, որ կուսակցությունների հանդեպ արգահատանք կա երբեմն, այդ արգահատանքը կարող է ունենալ շատ տեղերի համար, բայց ոչ ՔԺԿ-ի համար։ Հիմա այս հաղորդումը դիտում են իսկապես աշխարհի տարբեր կետերում, դրա համար այսօր բարևել եմ, նորից բարևում եմ։ Սկսենք Արգենտինայից, Բուենոս Այրես, Ավստրալիա, Մելբուրն, Սիդնեյ, Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ռուսաստանի քաղաքների անունները չասեմ, որովհետև ռաշիստական ռեժիմը մարդկանց հալածում է եւ այլն, եւ շատ են, հատկապես Մոսկվայի մեր հայրենակիցներից, առավել եւս Սանկտ Պետերբուրգ, ազնվազան հայեր, հայուհիներ եւ ասպետ հայեր, որ այդ գալիս է արդեն Կրասնոդար, Լուսան Կովկաս էլի։ Եվ այսպես շարունակ, չեմ ասում Փարիզ, Բերլին, միանշանակ, որտեղ մեզ լսում են, Վիեննա, եւ այսպես ճիշտ ասած Հռոմը ձայն չի անում, մինչեւ հիմա չեն անում։ Հռոմը մեզնից խռովել է, թե չէ, չնայած բոլոր ճանապարհները, չէ, ասում են տանում է Հռոմ։ Բայց հիմա այս բարակայում ոնց որ թե Հռոմի ճանապարհները գալիս են դեպի Հայաստան, Հունաստան եւ այլն, դե մեր ծառայությունին արևել չեմ ասում, բարձր որ լսում են Թեհրանում, Բեյրութում, հատկապես ուրեմն կարծում եմ նաև Հալեբում, այս խաթարված ժամանակներից հետո կարծես թե կապերը խանգարվել են, ասեմ նաև Իրաքի Զախո բնակավայր, որտեղ մենք ունենք կուսակցություն ունի քույրիկներ եւ եղբայրներ, եկեղեցի եւ այլն։ Եվ այսպես հիմա վերադառնանք բուն ասելիքից։ Ուրեմն ես ձեզ հիշեցնեմ հետեւյալը. պատերազմից հետո 44 օրյա, երբ որ Կրեմլին հաջողվեց համագործակցաբար Ադրբեջանի իշխանություն կոչվածի հետ, որ իր ծնածն է 1920 թվականին, իշքանել քամագները պատերին քսել, իբր թե այդպես չի, այդ իշխանությունը Ադրբեջան պետություն ստեղծվել է ռուսների ջանքերով եւ 1920 թվականի, ուրեմն ուղիղ բան եմ ասելու, նայեցեք, իրենք դա ժխտում են, բայց դա այդպես չի։ Ապրիլի 26-ի Լենին եւ Քեմալ Աթաթյուրք նամակագրության արդյունքով Ադրբեջանի պետություն այդպես է ստեղծվել։ Թիվը, այն նախորդ շրջանը այդ ուրիշ պատմություն է։ 20 թվական 1900 ապրիլի 26 ուրեմն ոճրագործ Վլադիմիր Իլիչ Լենին եւ ոճրագործ Քեմալ Աթաթյուրք երկուսի ոճերի համաձայնության արդյունքով ծնվեց Հայաստան Ադրբեջանի պետությունը չեղած եւ յուրացրեց, արդեն յուրացրել էր ադրբեջական բարձրական անունը եւ նաեւ աղետ եկավ հետակայում Հայաստանի Հանրապետության արչեւ եւ դա աշխարհի պետությունների բաժանման ռուսական փորձի առաջին փորձն էր, երբ Հայաստանի Հանրապետությունը կիսվեց ուրեմն քեմալական Թուրքիայի եւ բոլշևիկյան Ռուսաստանի միջեւ, հանկարծ ռուսասերները չմեռնեն։ Ես ռուսասերներին առաջարկում եմ շատ մտածել, որովհետև ես գիտեմ, որ այդ ռուսասերները պոտենցիալ իմաստով մեր ժողովրդի ազնվագույն մասն են հիմնականում, ուղղակի մոլորյալ վիճակում են եւ չգիտեն իրենց գլխին եկած է եւ նաեւ թե ուրեմն Ռուսաստանը իր ինչ օին է բերել իրենց գլխին, այնպես ինչպես Արցախի տեղանությունը։ Բայց հիմա ասենք առաջ, այսպես դուք ինչի համար հիշեցրի 44 օրյա պատերազմը։ Ուրեմն 44 օրյա պատերազմը ուներ երկու խնդիր։ Առաջինը Արցախը հայկական կամ ուրեմն Արցախի հանրապետությունը հանձնել Ադրբեջանին։ Դուք հիշեք, որ ուրեմն Ադրբեջանի ներխուժումից առաջ Ալիևը եւ Պուտինը հանդիպեցին Կրեմլում եւ հատուկ հարաբերությունների մասին մեմորանդում կամ հուշագիր ստորագրեցին։ Ես ասում եմ հատուկ սա հայ սրիկաների համար, որոնք Երևանի փողոցներում նորից մեղադրում են Հայաստանի Հանրապետությանը ուրեմն Արցախը տարաջանելու, Արցախը թողելու համար։ Հայտուկ այդ սրիկա տականքների համար եմ ասում։ Մեր մեջ եղած տականքի մասին է։ Ուրեմն հիշեք 44 օրյա պատերազմից առաջ մի երկու օր առաջ էր, թե քանի օր կարող եք վերցնեք Վիկիպեդիան եւ ստուգեք, մեջ դժվարություն չկա, կամ Facebook-ում գտնել,
Ալիևը Կրեմլում հյուրընկալվեց ռաշիստական Ռուսաստանի ուրեմն իր երկվորյակի հետ եւ կնքեցին, այսինքն Հայաստանի բաժանման բանը եղավ։ Ուրեմն Արցախը այսպես Արցախի ճակատագիրը լուծվեց մեր ժողովրդի կամքից անկախ եւ մեր պատմական եւ օրգանական մեր իրավունքի դեմ, իրական իրավունքի։ Երկրորդ խնդիրը դրված էր Կրեմլի կողմից Լավրովի պլանով Հայաստանը սովետականացնել, այսինքն Հայաստանում տապալել օրինականորեն ընտրված իշխանությունը, որ այսօր է այդ իշխանությունը մեր ժողովրդի կամքով, եւ այդ իշխանության վերադարձնել տագանքին, Ղարաբաղյան կլանին, որի մի մասին ուրեմն վերցրեցին եւ ուղարկեցին Բաքու։ Հիմա ես մի հատուկ ուզում եմ ասել եմ շատ կրկնեմ, ես երբևէ Ղարաբաղի հարց եմ տալիս, բառացիորեն նկատի ունեմ միայն եւ միայն ուրեմն կլանին։ Մնացած Արցախահայությունը մենք ենք բոլորսենք, ես այդ տեսակետը ունեցել եմ 44 տարվա պատերազմից առաջ եւ հետո օրինագին ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը կոչված այսպես հակազգային, երբ որ ուրեմն երբ որ տարօրինակ է թե ինչու Ղարաբաղի Հանրապետություն եւ Ղարաբաղ այդ տերմինները գործածության մեջ պահեցին, ուրեմն սա նկատի ունեցեք, ուրեմն Արցախը եւ Արցախահայությունը մերն են, Ղարաբաղի կլանը Մոսկվայինն է եւ Կրեմլահպատակը եւ դա քիչ մաս է կազմում, բայց մեր ժողովրդի գանձակող եւ հարուստ մասն է Հայաստանի ողոբուտի հաշվին, գանձակողության։ Հիմա այսպես ճշտենք, նպատակը մեկն էր Հայաստանում տապալել ուրեմն օրինական իշխանությունը եւ դրա համար քանի որ Ռուսաստանի ռեսուրսները զբաղված էին այլ երկրներում ոչիրներով, հետո պարզվեց Ուկրաինա ներխուժում եւ այլն, ուրեմն սրանք իրենց առջև խնդիր էին դրել Կրեմլից Կոպիրկինի ծառաների միջոցով, այստեղ ստրուգների, Կոպիրկինի ստրուգների միջոցով, ուրեմն Հայաստանում հեղաշրջում անել։ Եվ այդ հեղաշրջումը բարբերաբար խմբերի մեջ քաշեց, ես լավ հիշեցնել գիտեմ, դուք կտեսնեք, որ իմ հիշողությունը շատ լավն է, ձերի հետ գումանած եւ կհիշեցնեմ։ Ուրեմն հիշեք, որ ամենաողորմելին իհարկե այն ժամանակ գտնվեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը, երբ որ գրեթե բոլոր գեներալները ստորագրեցին Կոպիրկինի գրած մի փաստաթուղթ, որը պահանջում էին Հայաստանի իշխանությունների հրաժարական, մինչդեռ դուք գիտեք, որ ցանկացած ժողովրդի չեմ ասում պետության, զինվորականության խնդիրն է օտարից սեփական պետությունը ժողովրդը պաշտպանելը։ Սա եզակի դեպք է համաշխարհային պատմության մեջ, երբ որ որևէ երկրի դեսպանի պահանջով եւ գրած թղթով գեներալիտետ կոչվածը, այն գլխավոր շտաբի գեներալիտետը պահանջում է սեփական ժողովրդի ընդրած իշխանության հրաժարական։ Ուրեմն սա ստորության առաջին քայլերից մեկն է, պատերազմում մեր պարտությունից հետո։ Երկրորդ մասը, հիշեք, այսօր հիշեմ, ուրեմն Հայաստանը իբրև թե գիտություն ուներ, բարձր զարգացած, որի մասին մենք դպրոցական տարիներից հիացմունքով ենք ապրել խոսել, եւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն կոչված խմբակը Մոսկվայի հրամանով ստրուգների համախումբը ինքը լրացուցիչ պահանջեց Հայաստանի իշխանությունների հրաժարական։ Եվ հետո այս վարակիչներ վարակով տարածվեցին նաև արտգործնախարարություն։ Ասեմ, որ ամենաստոր բանը այդ ժամանակ արտգործնախարարության այն գլխամասներ, որոնք մեր պետության ծանրագույն, մեր ժողովրդի ծանրագույն ուրեմն վիճակում, երբ բանակն ի վիճակի չէր ռազմական որևէ գործողություն մշակելու, այս ապուշիներն հրաժարական տվեցին, բարձր Լավրովի հրամանով։ Եվ այսպես հրաժարականների ցանկը եկավ, եւ Հայաստանը տարի իհարկե չհաջողվեց։ Ինչու՞, որովհետեւ ուրեմն իշխանություն ընտրած ժողովուրդը կայուն մնաց իր տեսակետի մեջ, թեկած ուներ Ղարաբաղյան կլանի, ռսաստրուկ, վերնախավ կոչված այս բանդաների դեմ եւ պաշտպանեց իր սեփական պետությունը, սեփական անկախությունը, բայց Հայաստանում մնաց անկայունությունը մշտական կարծես թե եւ այսպես շարունակաբար ինչ մնաց։ Օրինակ դրանից հետո երբ մենք ընկերներով նստած մտածում ենք, թե լավ հիմա Մոսկվան իր աղբանոցից ելում պիտի հանի շպրտի Երևանի փողոցներ։ Ահա եւ կտան Գալստանյան եկեղեցու մոտեցան եւ այսպես հիմա ապստամբական նույն վիճակում, ինչպես որ բանակի գլխավոր շտաբը, որտեղ հարցը լուծվեց, արտգործնախարարության գլխամասը, որտեղ հարցը լուծվեց, հերթական ուրեմն այս գլխամասը դարել է Գարեգին Ուզուրպատովի խմբակը, որը անօրինական ձևով, հակաօրինական, իրեն օրենքից
եւ ազգային շահերի պաշտպանություններից դուրս դիտելով ապստամբել է Հայաստանի պետականության դեմ եւ հաշվի չառնելով ոչինչ, նաեւ այն անպատմությունը, որը վերաբերվում է կուսակրոնության, ուրեմն կողոպուտի, գողական աշխարհի հետ հարաբերությունները, ինչ որ բացում է, ես բամբասանք չեմ անում, ինչ որ հրապարակում է, այս բոլորն անդաստելով, ուրեմն 2-3 օր ամիսը արդեն ինչքան ես հիշում եմ, այս ապստամբական վիճակում է պետականության դեմ հայաստանյաց առաքելական եկեղեցու ուրեմն ուզուրպատորի իշխանությունը, ինչու ուզուրպատոր, որովհետև այս ուրեմն անձնավորությունը ինչպես արյունով եկել է իշխանության, դուք գիտեք, արյունով եկել է իշխանության եւ Վազգեն Սարգսյանի եւ այլնի այդ սպանության օրը պատմությունները շատ են, դոլարի մասին խոսակցությունները շատ են, մեզ համար շատ անհայտ բաներ կան եւ այսպես ուրեմն այս խմբակի հիմա էլ ապստամբական շրջանն է։ Ուրեմն եթե սրանք ունենային իմաստություն եւ չլինեին արհամարանքով սեփական ժողովրդի ուրեմն սեփական ժողովրդի եւ սեփական պետականության հանդեպ վստահաբար այս մարդիկ պիտի պատմությունից դաս քաղեին, որ ինչպես որ նախորդ խմբակները, ինչպես ասում են, պատմության աղբանոցում հայտնվելուն իրենց ճանապարհը նույնն է, բայց մենք տեսնում ենք, որ պատմությունը ոնց որ թե վատ ուսուցիչ է, սովորեցնում, աշակերտը շատ բութ է, օրինակ չեն վերցնում եւ հանգստանան, Էջմիածին ազատեն եւ մենք ժողովրդով համախմբվածներ եկեղեցու շուրջ կարողանանք ներ եկեղեցին ուրեմն կարգի բերենք իր կերպի մեջ, եկեղեցին ենթարկվի իսկական բարեփոխումների եւ մեր ժողովուրդ հավատավոր ժողովուրդ ունենա այն եկեղեցին, որը իր եկեղեցին է, որի ազատագրումը ինքը վաղուց սպասում է։ Ինչ եմ ուզում ասեմ։ Ես ձեզ հիշեցնեմ հետևյալը, երբ անկայունության հերթական վերջին փուլը սկսվեց, հիշեք, եւ որ Գարեգին ուզուրպատորը սրա ձեռը Ծառուկյան դակիկը բռնած տարավ Մինսկ եւ մեզ համար մնացին շատ անհայտ բաներ, որն է դա։ Իհարկե արտաքնապես Մինսկում եկեղեցու օծումներ, այդ անտեր այս օտարության օտար տեղերում հայրենիքին չակերտավոր եւ ժողովրդին ծառայելու մոլուցքը այս Էջմիածնի խմբակի համար հոգեկան հիվանդության չափ է։ Հայաստանի չեք տեսնի, որ կաթողիկոսը կամ սրա մերձավոր միջավայրը մի օր ուրեմն Հայաստանի որևէ մարզում, որևէ ուրեմն սրբավայր հանդիպի, մենք այսքան 5-6 տարի է, որ ուրեմն մեր շրջայց հաղորդաշարը կազմակերպում ենք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, մեր եկեղեցիներից, վանքերից, ամրոցներից եւ այլն, բայց դուք այդտեղ չեք տեսնի Էջմիածնի բարձր որևէ պաշտոնյա հոգևորական, որը Հայաստանի Հանրապետությունում է, բայց սրանք աչքերը դուրս, որ կա տղամարդու մի տեսակ կա, չէ, կնոջ տեսակեր կա, աչքերը դուրս, անմիջապես ուրեմն թռնում են օտար երկրներ եւ ահա Ծառուկյան դակիկը կամ մեկը մյուսին վերցրեցին եւ գնացին ուրեմն Մինսկ, ուրեմն եկեղեցին օրհնելու, նո դա պիտի օրհնանքին մենք միանում ենք, բայց մենք ունենք կասկածներ, ես շատ ասել եմ մինչև հիմա եւ կրկնում եմ, եթե երբ որ Գարեգին ուզուրպատորը գնաց Մինսկ, այնտեղ ռուսական գաղտնի ծառայության հրամանատարների հետ հանդիպել է թե չէ, եւ երկրորդը հանդիպում ունեցել է Լուկաշենկոյի հետ եւ Լուկաշենկոն իրեն հրանգավորել է թե չէ։ Եք չեմ ասում եմ, որ պատերազմից հետո այս անձնավորությունը իրեն նվաստացնելով նաեւ Հայաստանյաց առաքելական եկեղեցին, ուրեմն գնաց Երևանի ռուսական դեսպանատուն, սա խայտարագություն է, բայց գիտի որ շեֆերը ընդեղ են եւ Կոպիրգինի ձեռքից ստացավ ուրեմն դասեի կներեք Պուտինի տված Լենինի շքանշանը, հիմա Լենինի շքանշան թող չլինի Պատրուշևի շքանշան լինի, բայց ինձ թվում է նաեւ հրանգավորում է գուցեև ուրեմն բանկային չեկեր եւ գնաց եւ այդ նվաստ ձևով ստացավ, որովհետեւ եթե մենք երկետություն ենք, եթե մենք եկեղեցի ենք եւ եկեղեցի ենք, այդ եկեղեցին էլ ունի հազարավոր տարիների պատմություն, Կոպիրկին չի, Մոսկվայի ամենաբարձր չինովնիկն անգամ վազելով պիտի գա գնան վեհարանում հանդիպել հայոց հայրապետի հետ։ Բայց քանի որ ուզուրպատորը
երևի իրեն կաթողիկոս չի զգում իր աթոռի վրա, ինքը գնաց եւ այսպես մի խոսքով։ Մեզ համար մնում է անհայտ թե այստեղ ինչ գործարքներ են եղել, ինչ, բայց մենք ունենք որպես քաղաքագետ ասեմ, ես ունեմ կասկած։ Եվ թվերը նայում եք, Միսկից վերադառնալուց հետո հանկարծ մի քանի օր հետո թե մի շաբաթ հյուսիսից հայտնվեց հայ օլիգարխիայի կարկառուն դեմքերից մեկը մի վերամբարձ մեծամտությամբ եւ Հայաստանում հեղաշրջում կազմակերպելու հերթական առաքելությամբ, որի անունն է Սամվել, որի ուրեմն լինելով հետաքրքիր բան է, չէ՞, Սամվել Կարապետյանը կաթոլիկ է, ֆրան, այսինքն մեր ժողովրդի մեջ տարածված խոսքով եմ ասում, որ իմանաք, բայց կաթոլիկ եկեղեցու հետևորդի լուսանկարը, ուրեմն դիմանկարը Էջմիածնի պատի վրա, սա շատ, եթե լիներ Խրիմյան հայրիկի ժամանակ, դուք չեք պատկերացնի ինչ սկանդալ կարող է լինել։ Եվ ահա հայտնվեց Սամվելը հյուսիսից իր կամարիլիայով եւ սկսվեց Հայաստանում իրենց ձևով իրենց շարժումը, բայց այդ շարժումն էլ քայտարակություն եղավ հերթական այն բանի նման էլի կրակ խաղացնելու ինչու համար, որովհետեւ իրենք շարժվեցին, մինչեւ հիմա իրենց շարժվում են, որևէ շարժում չկարողանալով առաջացնել։ Ասելիքիս իմաստն այն է, Ժորժ ջան, որ ուրեմն Սամվել Կարապետյանի իր ձևով շարժումը, որի տակ հետո պարզվեց հազարնի, հեծի, տեցի եւ այլնի հարցեր կան, երևի միլիարդավոր դոլարների, չգիտեմ թվերը ես, ժամանակի շատ բան կիմանանք, այդ փաստաթղթերի զերծարարություն եւ այլն ինչ որ գիտեք լսում եք մամուլը հաղորդում եք կամ տեղեկատվություն ստանում եք եւ այսպես Հայաստանում սկսվեց ուրեմն մի նոր շարժում եւ այդ շարժումը կապված է ժամանակագրական առումով ուզուրպատորի Մինսկից վերադառնալուց հետո երևի այնտեղ Լուկաշենկոն իրեն հրանգավորեց որ Հայաստանում հերթական անկախության փուլն է սկսվում եւ սկսվեց եւ ահա բայց ինչպես ասում են, տարօրինակ բաներ շատ են լինում հայոց աշխարհում եւ ուրեմն այդ այսպես անկայունությունը ուղեկցվեց Սուրբ Պատարագի մատուցումով եւ մեր ժողովուրդը որ վաղուց մոռացել է շատերը Պատարագը երբ է մատուցում, Պատարագը ինչի համար է եւ Պատարագի արարողության իմաստը ինչն է, ոչ միայն մեր ժողովուրդը տեսավ իսկական Պատարագ, այլ նաեւ տեսավ իսկական հոգեվորականներ եւ իսկական ուրեմն Պատարագի արարողություն եւ ուրեմն քրիստոնեական, այսպես ասած, այդ երջանիկ պահի զգացողություն հավատացավոր մեր հայրենիքների շատերի համար։ Այսպես ինչպես ասում են, ուրեմն միշտ վատի հետ լավը կա, լավի հետ վատը կա եւ այլն։ Ինչ եմ ուզում ասել։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է նաեւ այսպես, եկեղեցի գտնվեցին պատասխանատու հոգեվորականներ, հատկապես ուրեմն եպիսկոպոսների թվից, որոնք նաև պահանջեցին ճիշտ է վախվորած, ճիշտ է ուրեմն շոշափելով, ոնց որ թե մի քիչ ուզենալով եւ ահա ուրեմն սկսվեց մի շարժում, որի նպատակն է Գարեգին ուզուրպատորի ազատագրել է Էջմիածնի սուրբ տարածքը եւ դրանում ես ոչ մի կասկած չունեմ։ Ասեմ հետեւյալը, որ հարցնում են կաթողիկոսը մնալու է թե չէ։ Ժորժ ջան, բարոյական իմաստով իսկ եկեղեցին մեր եւ աշխարհում բոլոր եկեղեցիներն առաջին հերթին բարոյական հիմնարներ են, դրանք բանակի գլխավոր շտաբներ չեն, կառավարություններ չեն եւ այլն։ Այդ իմաստով Էջմիածին ազատագրված է նաեւ մեր ժողովրդի ահռելի հոգեվոր սննդով ապրող մասը, ազատագրվում են նաեւ այն հոգեվորականները, որոնք հերթով պահանջում են ուրեմն Գարեգին ուզուրպատորի հրաժարականը։ Եվ այսպես ուրեմն, բայց երևի թե Կոպիրկինը թույլ չի տալիս, այս մարդը իմանալով, այս խմբակը, որ իրենք որևէ ուրեմն շանս չունեն, որ շարունակեն պաշտոնավարել Գրիգոր Լուսավորիչի ուրեմն եկեղեցու գահին եւ նրա շուրջ, շարունակում են համառորեն դիմադրել, որովհետեւ այսպես է ուրեմն Տերը թույլ չի տալիս եւ իրավունք չունեն, բայց ես կարծում եմ, որ հարցի լուծումը այնքան էլ հեռու չի, տեխնիկական մասն է եւ կարծում եմ, որ հայ ժողովրդի զավակների ուրեմն ուղեղներում որևէ ձև հիմք կարող է գտնվել եւ այս հայտարարությունը վերջ տրվի, որովհետեւ մենք նորոգ եկեղեցի ունենանք, նոր կաթողիկոսով, ավելի շուտ հակառակն ասեմ։ Մեր ժողովրդին խիստ անհրաժեշտ է, մեր պետությանը խիստ անհրաժեշտ է նոր կաթողիկոս բարոյական իր հեղինակությամբ, ոչ ուրեմն հարեմի
հարեմի տեր սուլթան, սրանց մի մասը նայեցեք, հարեմի սուլթաններ են, ուրեմն այլ Իրան պահանջների մեջ ներկայացված բոլոր առաքինություններով եկեղեցական հովվապետ կունենանք, որից հետո վստահ եմ կսկսվի մեր եկեղեցու ռեֆորմների ուրեմն բախտորոշ մեր ժողովրդի համար երջանիկ, մեր պետականության համար խիստ անհրաժեշտ այդ ռեֆորմների ժամանակաշրջանը։ Ասեմ հետևյալը, ես շատ չերկարացնեմ, կարծում եմ, որ հայ ժողովուրդը այսօր վաղը մյուս օրը կգտնի մի հնար վերջնականորեն սրա ոտը եւ դրա խմբակի ոտը Էջմիածնի սուրբ տարածքից հեռացնելու համար, կասկած չունենանք, չի կարող աշխարհում լինել որևէ պետություն, որևէ, չկա Ռուսաստանը ձեզ օրինակ, որի հոգևոր առաջնորդը ապստամբի պետության դեմ։ Իհարկե, եթե Ռուսաստանն ասեցի, հիշեցնեմ, որ եթե Կիրիլը փորձեր այս մարդու արածի մի տոկոսն աներ, վաղուց Կակեբեն նրան շպրտել էր ուրեմն այդ հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի փոկերի առաջ։ Բայց սա շարունակում է, որտեղ սրանց մոտ այս մեծամիտ ուրեմն իբրև թե Աստծո ծառաների եւ մանավանդ հյուսիսի օլիգարխ կոչված ուրեմն ռուսական քրեական աշխարհի եւ գաղտնի ծառայությունների առնչվող խմբերի համար Հայաստան գոյություն չունի։ Իրենք գալիս են հյուսիսից, իրենք մայրաքաղաքից են գալիս, բայց կյանքն ապացուցում է, որ գալիս են ուրեմն եւ հայտնվում են փոսի մեջ։ Ես մի դրվագ ասեմ, այսպես երկարացնեմ։ Դուք գիտեք, Տեր-Թաթ մեծի այդ Խոր Վիրաբյան հրաշապատումի պատումը, երբ խոզից մարդ տարավ, մարդուց խոզ եւ այլն, հիշում եք, եւ ուրեմն ապաշխարելուց հետո դարձավ քրիստոնյա բարեպաշտ արքա եւ մեզ տվեց Հայաստան պետության կառավարում։ Այսինքն, այս սրանք էլ երևի Խոր Վիրաբի փոսը պիտի մտցվի, սրանց հանվի դուրս, բայց շպրտվի դեպի Մակատան եւ Հյուսիս, որովհետեւ սրանք Հյուսիսի ամբարտավան ծառաներն են, այնպես ինչպես ես ասեմ նաև Սամվել վեպից հիշեցնեմ, հիշում եք չէ, մոգերը ինչպես էին գալիս Հայաստանի վրա, այս խմբակը այդ մոգերի խմբակն է, որը համառորեն բռնադատված է պահում Գրիգոր Լուսավորչի եկեղեցին։ Հիմա սա ընդհանուր առմամբ, բայց տեսեք ինչն է հարցը, ինչու ենք մենք հատկապես ես անձամբ ինչու եմ շահագրգիռ, որ ձեզ հետ միասին, որ մեր եկեղեցու գահը ազատվի։ Չկա աշխարհում որևէ երկիր, հաջողակ երկրներ եմ ասեմ, որը ունեցել է մեծ թռիչք տնտեսության մեջ, մշակույթի մեջ, պետական հզորության, զինված ուժերի արդիականացման եւ արտաքին քաղաքականության վարպետ կատարման մեջ, որտեղ եկեղեցին եւ նրա եկեղեցու փիլիսոփայությունը ուրեմն դավանանքը իր էական դերը չի խաղացել։ Օրինակներ եմ բերում։ Մենք հայացքով նայում ենք հեռավոր Թայվանը, որի մասին Կիրակի օրը ասեցի, նորից հիշեցնեմ, որտեղ այստեղ մեր դիտորդների տեսակներ է, բոլորը չէ որ նույն դիտորդներն են, ասեմ հետևյալը։ Թայվանը ունի ընդամենը 36,000 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ մոտավորապես այսօր ապրում է 26 միլիոն մարդ։ Այդ երկիրը բռնատատված եւ ուրեմն դիկտատորական ռեժիմի տակ էր երկար ապրում Չինաստանից առանձնանալուց հետո, հայտնի Չանգայշիի ժամանակներում։ Չանգայշիի մահից հետո նրա տղան ուրեմն անցավ Թայվանի ռեֆորմներին եւ շատ էական դեր խաղաց իրենց կարծեմ բաներ են բուդդայական չէ մի խոսքով եկեղեցին ունեցավ հավատի իմաստով լավագույն դեր երկրի վերափոխումների մեջ։ Երկրորդը Թայվանը շատ է հեռու, բայց ակնհայտ է հետազոտություններ կան, եթե ձեզ հետաքրքրում է ինձ զանգեք կամ գրեք, ես աղբյուրներ կասեմ, որտեղ հեղինակավոր Թայվանի գիտնականներ գրում են, որ եթե չլիներ հավատի գործոնի օժանդակությունը Թայվանի ռեֆորմների մեջ, Թայվանի ռեֆորմներ հաջողություն չէին ունենա, իսկ այդ պարագային Թայվանը չէր ունենա, նկատի ունեցեք այն չիպերը, որի համար Ռուսաստանը կյանք է տալիս, որ հրթիռներն արձակի, նաև սառնարաններ ունենալ։ Չիպը գիտեք ինչ նշանակություն ունի։ Բուդդայականություն նկատի ունեի։ Ուրեմն երկրորդ մասն ասեմ, Չինաստանը։ Չինաստանը երբ անցավ Մաոից հետո ռեֆորմների ահռելի մի ժամանակաշրջան, այն հետամնաց քաղաքացիական ընդվզումներով, բռնաճնշումներով հայտնի Չինաստանը, ձեր աչքի առաջ, մի սերնդի առաջ, դարավ այն Չինաստանը, որը դուք տեսնում եք։
Ուրեմն եւ այդ process-ը ղեկավարեց ժամանակին ուրեմն Դեն Սյաոպին, որը ինչ արեց, մարքսիզմը աշճանաբար փոխարինեց չինական կրոնով ճակերտների մոտ, որն էր դա կոնֆուցիականությունը։ Չինաստանի ռեֆորմների փիլիսոփայական ոգևոր առաջընթացի պլատֆորմը դարձավ իրենց ազգային կրոնն, այդ տեսակ ասենք, մշակութային ուրեմն հենքը, որ կոնֆուցիականությունն էր։ Ես Գերմանիայի մասին շատ եմ ասել, ես վստահաբար կրկնում եմ, եթե Կոնրադ Ադենաուեր իր թիմակից դոկտոր էկոնոմիկայի դոկտոր Էրհարդի հետ Լյուդվիգ իրենց եկեղեցու փիլիսոփայության վրա չկանեին եւ մշակութային արմատներին չվերադառնային, վստահ եղեք, Գերմանիան այդ հաջողությունը չէր ունենալու, բացառված էր։ Նույնը կարող եք Ավստրիայի վրա տարածեք, չերկարացնեմ շատ, նույնը կարող եք տարածել շատ պետություններ, եւ դուք կտեսնեք, որ ես բացարձակ ճշգրիտ ինֆորմացիա եմ ձեզ փոխանցում։ Հիմա, ինչ է մեզ պետք։ Բոլորիդ պարզ է, որ մեր անկախության ամրապնդում հզոր ուժեղ Հայաստանի ստեղծում, եւ դա մենք կարող ենք անել, եթե աշխարհասփյուր հայերով անգերծորեն նվիրվում ենք Հայաստանի պետականության վերադառնման գործին, որին հարազատորեն պետք է ծառայի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, բայց պարզ է, որ արյունով եկած խարդախություններով 30-40 տարի օրենքից իրեն վեր համարող, տեսեք, բաներին նայեք, եպիսկոպոսներին, եթե մենք ասենք աստվածաշնչյան լեզվով, շնորհակալության համար նույնիսկ ամոթ չունեն, որ ասենք կներեք, հիմնավորում են, որ այդպես էլ պիտի լինի, մեկն ասում է, բա եթե հիմա ես հրաժարվեմ, ուրեմն ընդունեմ եւ կարգալույզ լինեմ, ավելի մեծ շնորհակալություն կանեմ։ Այդտեղ մտա խապկանք է ուրեմն խաղացվում։ Եթե մեկը երթում չի կերել եւ ուրեմն կուսակրոնության երթում չի տվել քաղաքացիական հասարակության համար, ես չեմ ասում թող շնանան բոլորովին այլ վիճակ է եւ այլն։ Եվ սպառնում եմ, ես պատկերացնում եք, հաջորդին սպառնում է, որ ինք ավելի մեծ շնություն գանի, եթե կարգալույզ լինի։ Ես առաջարկում եմ, դուք կարգալույզ եղեք, տեսնենք ոնց կշնանաք կամ ինչ կանեք։ Ուրեմն էսպես, աստվածաշնչյան ետատեքստի մեջ եմ ասում, իմ լեքսիկոնի մեջ, դուք գիտեք, բառաբաշարի մեջ նման խոսակցություններ չկան, որովհետեւ բաց լինի ստանա պատասխան։ Հիմա ինչ է պետք, մեզ Հայաստանի 4-րդ հանրապետությունը օդուճերի պես պետք է, հիմքերը ստեղծված են, իշխանությունը քիչ շատ կայունացել է, ճանապարհները կառուցվել են, դպրոց եւ այլն, վարտեզ եւ այլն տեսնում եք ինչ շինարարություն է գնում, ուրեմն պետք է մեզ դպրոցի կյանքը վերակառուցել, բուհեր եւ այլն, այդ բոլորի համար պետք է հոգեվոր կյանք, առաջին հերթին բնականաբար այդ հոգեվոր կյանքի մեջ առաջի ինչպես ասում եք, ջուտակի առաջի ստեղնը ուրեմն հայաստանյաց առաքելական եկեղեցին է, բայց ես ես հիշեցնում եմ, որ իրենք թող մոնոպոլիայի բաներ խաղեր չխաղան, մեր ազգային եկեղեցիներն են նաև բողոքականները, որի կենտրոնը գտնվում է ուրեմն Գյումրիի քաղաքում, որտեղ տարին մեկ գոնե որ ես իմ ընկերների հետ այցելում եմ, բողոքական կենտրոն 1860 թվականներից դիտվել եւ դիտվում է մեր ազգային եկեղեցի, մենակ իրենք չեն, նույնն էլ կաթոլիկներն են, որոնց ժողովուրդը կներեք, բարի համար ուղղակի ֆրաններ են անվանում, որտեղ արևմուտքից է տարածվել ժամանակին, դա ուրեմն այդ երկու եկեղեցիները միասին, նաեւ այս եկեղեցին է մեր ազգային եկեղեցին, որտեղ ես իմ ընկերների հետ նորից այցելում եմ, որտեղ չեմ այցելում, որովհետեւ ցանկություն չեն ունենում մեզ հետ հանդիպելու եւ դա էջմիածինն է, ինչու, որովհետեւ դա այսօր ճակերտավոր պայմանական ռուսական տարածք է, ռուսական ազդեցության գոտի է եւ որը փորձում է Կոպիրկինը վերածել իշխանության երկրորդ կենտրոնի, էլ լրտեսական եւ բան չեմ ասում, դրանք մանր-մունր բաներ են։ Ըստ էության Հայաստանի Հանրապետությանը հակադրվում է իշխանության երկրորդ կենտրոն։ Ես առաջարկում եմ լրջորեն մտածել, հասկանալ եւ որևէ բան չկա բամբասանքի մասածի մեջ։ Ուրեմն ոչ մի պետություն չի կարող հանդուրժել օտար այլ պետության, ուրեմն ազդեցության տակ գտնվող որևէ կառույց, որ կհովանավորվի դրսից։ Մեր բարակայում Ռուսաստանն է, բայց դա հին ավանդույթներ ունի, ասեմ ձեզ, այստեղ շատ հին ավանդույթներ կան։ 1836 թվականին ձեզ հայտնի գեներալ Պասկևիչի առաջարկող կազմած ծրագրով ստեղծվեց
Պոլոժենիեն, ցարական, պոլոժենիեն կանոնագիր է նշանակում, որը հաստատվեց ցարի կողմից եւ ըստ էության 1836-7 թվականից Հայաստանյաց առաքելական եկեղեցին գերվեց ռուսական իշխանության կողմից եւ ուրեմն նա կատարել է ռուսական իշխանության կամքը, ուզի-չուզի։ Իհարկե ունեցել ենք հոգեվորականներ, կաթողիկոս Փառահեղ Մկրտիչ Խրիմյանը, Փառահեղ Մուրադ Բերդյանը, որին հայ այս չեկիստները նույնտեղ խեղդեցին, որովհետև նա սովետական Հայաստանի պայմաններում անգամ աշխատում էր մեր եկեղեցին պահել անկախ եւ հայաստանյաց ծառայության մեջ, Աստծո ծառայության հետ միասին, որի համար ուրեմն 78 թվականին Խանջյանի սպանությունից հետո իր վեհարանում, իր բնակարանում ուրեմն բաղանցե լարով խեղդեցին հայ չեկիստները։ Այդ նրանք են, ովքեր հիմա բռնած սրանց սերունդները, ովքեր Էջմիածնի վեհարանը պահում են գերության մեջ։ Ուրեմն սա ինչ է, ուզում եմ ասել, որ մեզ անհրաժեշտ է մեր երկրի արդիականացման համար մոդեռնիզացիայի ասում, որովհետեւ մենք էլ դառնանք աշխարհի լավագույն առաջադեմ պետություններից մեկը, արժանապատիվ մարդկանց բարեկեցիկ ապրող խզոր Հայաստանը, սա մեր նշանախոսն է։ Ուրեմն դրա հետ միասին նաև մեր ժողովուրդը, որ կարողանա իր հոգևոր ուրեմն սնունդը ստանալ այն եկեղեցում, որը հիմնադրվել է Տեր-Մեծի եւ Գրիգոր Լուսավորչի կողմից, եւ ոչ Իվան Գրոզնու եւ Կիրիլի, եւ ոչ էլ Կոպիրկինի, նկատի ունեցեք։ Ես կարծում եմ, որ Կոպիրկինի այս հպատակներից եկեղեցու ազատագրումը հեռու չի, ճիշտ կներ, որ իրենք խոհեմություն ունենային դուրս կային, բայց եթե դուրս չկան, կարծում եմ միջոցներ կգտնվեն, հարցը կփակվի, որովհետեւ ժամանակը մեզ չի սպասում, մեր երկրին կայունություն զարգացում է պետք, մեր երկրում նաև համաշխարհային քաղաքակրթության մեջ վերադարձ է պետք։ Ես կա նկատեի եւ իրենց իհարկե ես հույս չունեմ, որ իրենք խոհեմություն կունենան։ Եթե դուք տեսաք Ղարաբաղյան կլան, ուրեմն Ռոսաստրուկ, ես նկատի ունեմ բարագլուխներին, ունեցվածքի կամավոր վերադարձ դուք չեք տեսնում Հայաստանում։ Դա հնարավոր է Արգենտինայում տեսնեք, Չիլիում տեսնեք, այսպես վեհանձնություն, էլի ներողություն եւ այլն։ Այստեղ ինչքան գանձակող կա, ապացուցում է, որ ինքը կույս է, բայց այնպեսի կույս է, ինչպես որ այսօրվա ուրեմն կուսության երթուն տված այս հոգեվորական դասի մի մասը։ Հիմա մնում է վերջինը։ Ես կարծում եմ, որ մեր եկեղեցու մեջ կան շատ արժանավոր եւ ճանաչում եմ ես ասել եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ եւ այլն եւ այլն։ Եվ սրանք իրենց մեջ ուժ պիտի գտնեն, որ բալտադրեն ուրեմն ուզուրպատորին, ուզուրպատոր յուրացնող է նշանակում, նկատի ունեցեք, նման բաներ շատ երկրներում եղել են, ուզուրպացիա իշխանության, այդ ուզուրպացիան եղել է, գիտեք, այդ հայտնի սպանությունների օրը, այս փակագծում, ազատեն եւ մենք բոլորով մտավորական, բանվոր, աշխատավոր, չգիտեմ, եպիսկոպոս եւ այլն, կհամախմբվենք մեր Գրիգոր Լուսավորչական եկեղեցու շուրջ եւ կվերակառուցենք մեր եկեղեցին, նկատի ունեցեք, եւ մենք կունենանք այն եկեղեցին, որտեղ իսկապես մայր տաճարում կմատուցվի պատարակ, այդ պատարակը կլինի հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն հայ ժողովրդի, կասկած չունենաք։ Խոհեմություն պիտի ասեի, բայց այստեղ խոհեմություն սրանցից հեռու է։ Սրանք կուրացած են շատ բաներով, բայց ինձ թվում է մարդիկ ասում են փողի համար չեն գնում, կարծում եմ փողը չի հարցը, այլ Կոպիրկինը հրամայել է եւ իրենք հրամատավորվել են։ Իրենք օտար ծառայության, օտար ազդեցության գործակալներ են, ազդեցության գործակալը ուրեմն քաղաքականության մեջ օգտագործում է եւ երևի այսպես անենք, դելեգացիա ուղարկենք Լուկաշենկոյի մոտ, որ նա հրաման տան սրանք դուրս կան այս եկեղեցուց։ Ստեսություն ձեզ ժողովուրդ ջան, հուսանք որ առաջիկայում մենք ուժ կգտնենք մեր եկեղեցին դուրս կգա եւ այն իսկապես փառահեղ ուրեմն պատարակը, որին արժանի է մեր ժողովուրդը, մարտաճարից կհնչի եւ մենք ունենանք նոր կաթողիկոս նորոգ եկեղեցիով։ Բարի գիշեր ձեզ։